Ադրբեջանական կողմը այս օրերին անընդմեջ ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմը կրակում է իրենց դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հաղորդագրություն տարածեց, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց, այն չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի պաշտպանության նախարարը ուղիղ է նրանց դիմում, ուղիղ առաջարկով։ Եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր, տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Ինչու է Ադրբեջանը տարածում նմանատիպ ապատեղեկատվություն, Պապիկյանը դժվարացավ պատասխանել այդ հարցին։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Ադրբեջանն այս առաջարկը մինչև օրս ուղղակի անպատասխան է թողնում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։